Իրավապահներն ընտրախախտումների վերաբերյալ 745 ահազանգ են ստացել։ Երեկվա դրությամբ, սակայն այսքանից դեռ 9 մասով է քրեական գործ հարուցվել։ Ըստ քննչական կոմիտեի 9-ն էլ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձեր են։ Նրանցից մեկը դեռ ունի մեղադրյալի կարգավիճակ, 5-ը կասկածյալի։ Բարի օր։ Ազատության ուղիղ եթերում այսօր այս թեման ենք քննարկելու, ըստ էության թոք-շոուի տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքացի դիտորդ նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանին, անկախ դիտորդ դաշինքի մամուլի խոսնակ Դանիել Իոնիսյանին, քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանին և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանին։ Բարի օր հարգելի հյուրեր, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Մինչ հաղորդման բուն քննարկմանն անցնելը նախ լսենք իմ գործընկեր Արտակ Համբարձումյանի պատրաստած ռեպորտաժը հենց այս պաշտոնական թվերի մասին է, հետո կքննարկենք, թե ձեզանից յուրաքանչյուրը դիտարկումների ընթացքում ինչ թվեր է արձանագրել ու արդյոք ըստ ձեզ բավարար թիվ է, որ առ այսօր 9 քրեական գործ է հարուցվել։ Իրավապահներն անում են ամեն ինչ, որպեսզի ցույց տան, թե խորհրդարանական ընտրությունների ընթացքում եղած խախտումները էական չէին ու արդյունքների վրա չեն ազդել, վստահ են իրավապաշտպանները։ Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով քննչական մարմինների գործողությունները ձևական են, գուցե մի քանի անձի էլ տուգանեն, բայց կեղծարարության կազմակերպիչները չեն պատժվի։ Ողողված է մամուլը, հասարակությունը բոլորը խոսում են ընտրակաշառքների զանգվածային բաժանման մասին եւ դրա հետևանքով ոչինչ տեղի չի ունենում։ Այսինքն ինչ որ մեկը կարող է հավատալ նրան, որ Հայաստանի ոստիկանությունը օրինակ ցանկություն ուներ բացահայտել ընտրակաշառք բաժանողներին ու չկարողացավ այդ օրը բացահայտել։ Հա, լրագրողներ Սիսակ Գաբրելյանն ու Շողիկ Գալստյանը կարողացան, Հայաստանի ոստիկանությունը դա չկարողացավ անել։ Այդպես չի լինում։ Ցանկության դեպքում Հայաստանում մի լումա ընտրակաշառք չի կարող բաժանվել։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի դրությամբ ընտրախախտումների ահազանգերով հարուցվել է 9 քրեական գործ, բոլորն էլ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերով, կա 1 մեղադրյալ, 5 կասկածյալ։ Դատախազությունն էլ տեղեկացնում է, որ ընտրախախտումների մասին ստացված 745 հաղորդումների ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են քարոզչության կարգին կամ տեխնիկական խախտումներին։ Ընդհանուր 745 հաղորդումներից ապրիլի 4-ի դրությամբ 200-ով նշված հանգամանքները արդեն իսկ հերքվել կամ չեն հաստատվել։ Այդպիսիք վերաբերել են առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ քվեարկելու փորձերի կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, այդ թվում ընտրակաշառք տալու վերաբերյալ առանձին հրապարակումներին, նշում է դատախազությունը հավելելով, ընտրակաշառք տալու վերաբերյալ արդեն իսկ ստուգված դեպքերը հերքվել են կամ ձեռք չեն բերվել քրեական գործ հարուցելու հիմքեր։ Միայն քվեարկության օրը շուրջ 2000 ընտրախախտման մասին ահազանգած քաղաքացի դիտորդ նախաձեռնության անդամ Հերիկ Նաստիգրանյանը պնդում է, հարուցված քրեական գործերի թիվը փոքր է եւ իրական պատկերը չի արտահայտում։ Իրավապահ մարմինները անում են ամեն ինչ, որպեսզի ասեն, որ խախտումներ եղել են թեև, բայց դրանք չէին կարող ազդել ընտրությունների ելքի վրա։ Իսկ որքան քիչ հարուցված քրեական գործեր, որքան քիչ դատապարտումներ, տեղամասի անվավերության հարց չկա, հետեւաբար դրանք չէին էլ կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ասեմ, սա է եղել հիմնական իրենց աշխատավոճի եւ մոտեցումը։ Դե եթե իրենք թե քաղաքացիների մասով եւ կուտակումների մասով լցոնեն իրավապահ մարմիններին, ոստիկանության ու քննչական կոմիտեին, դուրս կմնան այդ դեպքում այդ ամբողջ ծավալից ընտրակաշառքի հետ կապված դեպքերը, ուղղորդումների հետ, քվեարկության գաղտնիության խախտման հետ կապված բոլոր դեպքերը։ Քրեական գործերով մասնագիտացած փաստաբան Երվանդ Վարոսյանը նկատում է, որ ընտրությունների ժամանակ իրավապահները ինքնուրույն բացահայտումներ անելու փոխարեն սպասում են ահազանգերի, վերածվելով բողոքի գրքի։ Պետությունը ցանկության դեպքում կարող է բացահայտել բոլոր շտաբերը հատ-հատ, թե ինչ է կատարվում յուրաքանչյուրում եւ արդյոք ընտրակաշառք բաժանվում է թե չէ։ Իսկ նստել սպասել, որ հաղորդումներ կգան թե չեն գա, հասկանում եք, սա միայն ընտրությունների ժամանակ է, մեր պետությունը կրավորական դիրք ընդունում։ Իր պարտականությունն է ապահովել ընտրական process-ի ամբողջ ընթացքը։
սկսած սկզբից մինչև վերջ, եւ եթե կան հանցագործություններ, իսկ ընտրակաշառք բաժանելը դա հանցագործություն է, դա կեղծիքի տեսակ է եւ նախատեսված է քրեական օրենսգրքով։ Եթե կա այդպիսի բան, դու չպետք է սպասես, որ մեկը գա, քեզ դիմի, դու պիտի նախահարցակ լինես, գնաս բացահայտես, բայց դա իհարկե կարվի, եթե լինի ցանկություն։ Դատախազությունն այսօր նաև տեղեկացրեց, որ քվեարկության օրը երկու լրագրողների աշխատանքը խոչընդոտելու եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով հարուցվել է արդեն 2 քրեական գործ։ Քննություն իրականացնում է հատուկ քննչական ծառայությունը։ Դեպքերից մեկը վերաբերում է Ազատություն ռադիոկայանի թղթակցին, ով Երևանում հանրապետական թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում գումար բաժանելու դեպքեր արձանագրել։ Շտաբում գտնվող անձինք պնդել էին, թե աշխատավարձ են բաժանում, հետո էլ բռնություն գործադրել Ազատության թղթակից Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ։ Դատախազությունը նաև տեղեկացնում է, որ լրագրողների աշխատանքի խոչընդոտման ևս 8 դեպք շարունակվում է ուսումնասիրվել։ Սրանք պաշտոնական թվերն էին, ինչ են արձանագրել դիտորդները, հիմա զրույցը շարունակեն քաղաքացի դիտորդ նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի հետ։ Արմեն, ընտրությունների օրը գործող քաղաքացի դիտորդի քարտեզում հատկապես որ հատվածներ ավելի թեժ եւ երևի տեղյակ եք, որ ԿՀ-ն արձագանքել է նաեւ Ազատության ռեպորտաժում, երբ իմ գործընկեր Նանե Սահակյանը զրուցել էր մի քաղաքացու հետ, ով պնդել էր, որ ինքը թեպետ արտերկրում է, բայց ցուցակները հրապարակվելուն պես տեսել է, որ իր անվան դիմաց ստորագրված է արդեն, ասել են, որ դա վրիպում է եղել, դուք փաստորեն 800 այսպիսի ահազանգ ունեք, նախ քարտեզում որ հատվածներ ավելի թեժ եւ ԿՀ-ի բացատրությունը, որ այդ մեկը վրիպում էր։ Քարտեզի հետ կապված, քանի որ գրեթե հանրապետության բոլոր տեղամասերում ներկայացուցիչ ենք ունեցել, կարելի ասել գրեթե բոլոր տեղերում թեժ էին, հա, արձանագրվում էին խախտումներ, որոնց վերաբերյալ հաղորդումներ էին տալիս։ Իդեպ հաղորդված այդ ընտրախախտումներից արդեն 1400-ից ավել է հաստատվել է, որովհետև մեր համակարգը մի քիչ այլ ձև է աշխատում, երբ որ դիտորդը զեկուցում է ընտրախախտման վերաբերյալ, մենք հետ ենք զանգում, որպեսզի ճշտենք մանրամասները, 1400-ից ավել ընտրախախտումը արդեն հաստատվել է, ընթացքի մեջ է մնացածը հաստատելու համար։ Իրականում պարզաբանումը, որ վրիպում է եղել, ես չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև համատարած է, հա, եթե մենք մի երկու հոգու հետ կապված լինել դա, ապա կարելի է համարել, որ կարող է վրիպակ լինել, բայց վրիպակը չէր կարող լինել 10,000 մեր համակարգում գրանցված 800 քաղաքացիների հետ։ Սա արդեն խոսում է համակարգված խախտումների հետ միասին։ Այս պահին մենք ամբողջությամբ չենք ստուգել եւ վերցանել, հույսով եմ պարզապես ընտրություններից հետո շատ ծանրաբեռնվածություն մեզ թույլ չի տալիս ամբողջությամբ վերցանել ու ստուգել, բայց հույսով եմ մոտակա ժամանակներում կկարողանանք այդ 800 դեպքի հետ կապված ունենալ մանրամասն ինֆորմացիա եւ ներկայացնել եւ հավելյալ բացատրություն պահանջել հասկանալու համար, թե ինչու եւս 800 դեռ հաստատված նման վրիպակներ են տեղի ունեցել։ Իսկ ինչ վերաբերում էր քարտեզին, հիմնականում մարզերում էին ավելի այդպես խախտումների թիվը մեծ, թե Երևանում։ Այդպիսի վերլուծություն դեռ չեն կատարել, բայց բնականաբար Երևանում, քանի որ ավելի շատ դիտորդներ են ունեցել, մեր փորձը ցույց է տալիս, որ ինչքան դիտորդները շատ են լինում, այնքան ավելի շատ խախտումներ ենք մենք արձանագրում, օրինակ սահմանադրական փոփոխությունների ժամանակ ունեցել ենք 1000 դիտորդ, գրանցել ենք մոտ 500 ընտրատեղամասում ներկա ենք եղել, գրանցել ենք մոտ 1000 ընտրախախտում, այս անգամ ունեցել ենք 1500 ընտրատեղամասում, մոտ 1500 ընտրատեղամասում դիտորդ ու գրանցել ենք 2000-ի մոտ խախտում, հա, այսինքն ինչքան դիտորդները մեծանում են, այնքան ավելի շատանում է ընտրախախտումների արձանագրումը։ Որտեղ ակտիվ են աշխատում այդ ընտրատեղամասում։ Չկներեք Որովհետև դիտորդներն այդ ընտրատեղամասում ավելի ակտիվ են, այնտեղ որտեղ չկա դիտորդներ, դա դեռ չի խոսում այն մասին, որ խախտում չկա։ Չէ, պարզապես խոսում ենք արձանագրման մասին, հա, որտեղ մենք ներկայացված ենք կամ դիտորդներ ներկայացված են լինում, այնտեղ բնականաբար խախտումները արձանագրվում են, ու սա է զուտ տարբերությունը։ Շնորհակալ եմ, Դանիել, քաղաքացի դիտորդ դաշինքի արձանագրած թվերի մասին արդեն մի քանի անգամ դուք խոսել եք, եթե դրանք ավելացել են կամ հստակ ճշտումներ կան, խնդրեմ, եթե ոչ
ոչ, հիմա կարող ենք էկրաններին տեսնել ձեր տրամադրած տեսանյութերը, որոնք դուք փաստորեն վերցրել եք կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեսախցիկներից։ Նախ խոսեք թվերից ինչ ճշտումներ ունեք, հետո անցնենք անկախ դիտորդի։ Անկախ դիտորդի ներողություն։ Այո, մենք ամփոփում ենք, քանի որ մեր մոտ մի քիչ այլ է դիտորդի կողմից տեղեկատվության հավաքագրումը, ամեն դիտորդ տեղամասում մի բավականին հաստափոր դիտարկման քարտ է լրացնում եւ այդ քարտերի տեղեկությունները անդադ սինխրոնիզացում են մեր բազայում։ Ընտրական օրենսգրքի տարբեր դրույթների խախտումներ առհասարակ որ տեսել են մեր դիտորդները 200 տեղամասերում, ամենք վերցրել ենք տեղամասերի 10%-ը եւ այդ 200 տեղամասերում մեր դիտորդները արձանագրել են 3058 խախտում, բայց դրանք տարբեր թե տեխնիկական, թե քվեարկության արդյունքների վրա ազդող, թե չազդող տարբեր։ Եթե փորձենք նայել քվեարկության արդյունքների վրա ազդողները, ապա հիմնականում առաջի հորիզոնականով գալիս է վերահսկվող քվեարկությունը։ Երբ որ այլ անձ իմանում է, թե ինչպես է ընտրողը քվեարկել։ Եվ մեր դիտարկած տեղամասերի 52%-ում դիտորդները նկատել են նման երևույթ։ Ընդ որում ես կրկնում եմ, այլ անձի տակ մենք այստեղ չենք ընկալում, չգիտեմ, փոքրիկ երեխայի, երբ որ փոքրիկ երեխան գալիս է ընտրողի հետ, հա, քվեախցիկ, կամ երբ որ սահմանված կարգով օգնող է լինում։ Այդ օգնողներն էլ մի առանձին երբեմն չարիքի են վերածվում, որովհետև պարզվում է, որ տեղամասում ընտրողների 10%-ից ավելին օգնության կարիք ունի։ Եթե դա համապատասխան էր իրականությունը, առողջապահության նախարարությունը պետք է ինքնասպանություն գործեր, բայց մենք հասկանում ենք, որ մեր ազգը այդքան, չգիտեմ, հիվանդ չէ եւ տեսողության, այսինքն մարդիկ իրականում օգնության կարիք չունեն, բայց ձևակերպում էին որպես օգնող եւ որպեսզի մարդու հետ մտնեն քվեախցիկ եւ վերահսկեն քվեարկությունը, հա։ Սա կրկնում մեր դիտարկած տեղամասերի 52%-ում։ Խոսքը այն տեղամասերի մասին, որտեղ դիտորդ կա։ Պատկերացրեք ինչ կլինի այն տեղամասերում, որտեղ դիտորդ չկար։ Դուք եք ֆիքսել դեպք Գեղարքունիքի մարզում, որտեղ տեղամասում պատկերացրեք Ազատություն ռադիոկայանի լրագրողը եւ մարդիկ գնում են քիթը մտցնում են քվեախցիկի մեջ, նայում են թե ոնց են քվեարկում։ Ազատության տեսախցիկի Մենք ունենք այդ ռեպորտաժը, հիմա ընթացքում նաեւ կնայենք։ Պատկերացրեք ինչ են լինում տեղամասերում, որտեղ չեն եղել լրագրողներ, այսինքն ու դիտորդներ։ Այո, մենք փորձում ենք այդ օրը նաեւ մեր շրջիկ խմբերին ուղղորդելու համար շրջիկ դիտորդներին էլի ուղղորդելու համար փորձում ենք նաև նայենք on-line հեռարձակումները, որտեղ որ on-line հեռարձակումները աշխատում են։ Ինչ եք արձանագրել դրանցով, հիմա էկրանին տեսնենք եւ խնդրում եմ դուք զուգահեռ պատմեք, հա, ինչ։ Այո, եւ տեսնում ենք տեղամասեր, որտեղ պերմանենտ տեղի էր ունենում վերահսկվող քվեարկություն։ Ահա, հիմա տեսնում ենք դրանք։ Այ հիմա տեսեք, սա տեղամասերից մեկն է, էկրանի վերևի ձախ անկյունում տղամարդը գնաց, նայեց եւ ձեռքով էլ ցույց տվեց, թե ում պետք է ընտրել, հա, ըստ էության, ասենք ոչ միայն նայեց, այլ նաեւ ինչ որտեղ ուղղորդեց ընտրողին, հուշեց, թե ում է պետք քվեարկել։ Նորմալ ակնհայտ է, որ օգնող չի, հա, սա 8 կոտորակը մեկն էր։ Սա եթե չեմ սխալվում, Տավուշի հյուսիսում է տեղամաս, այնտեղ կրկին էկրանի վերևի ձախ հատվածում։ Այո, նոյեմբերային տարածաշրջանն է կարծեմ։ Էկրանի վերևի ձախ մասում երևում է, որ ուրեմն մարդու հետ միասին, ընտրողի հետ միասին այլ անձ մտավ քվեախցիկ եւ նայեց թե հերթատողներ դուք կարող եք սլաքով կողմնորոշվել, որովհետեւ սլաքով ցույց է տրվում թե մասին է խոսքը։ Եվ այսպիսի օրինակները շատ են, ես պետք է ասեմ, ուղղակի մենք բավականին խնդիր ունենք այս բոլոր տեսագրությունների աքսեսը ստանալու։ Հիմա կուսակցությունները մասնակից ստացել են աքսեսը, բայց մենք խնդիրներ ունենք, մենք մի քանի օր շարունակ փորձում ենք պարզել ի վերջո որտեղից պետք է այդ տեսագրությունները ստանանք։ Հիմա երբ որ պարզեցինք, պարզվեց, որ դրանք, եթե չեմ սխալվում, 39 տերաբայտ են։ Այդ 39 տերաբայտը տեխնիկապես դժվար է ստանալ։ Այո։ Ու հիմա մենք փորձում ենք այդ տեխնիկական խնդիրը լուծել, որովհետև այսպիսի օրինակներ շատ են։ Շնորհակալ եմ հիշեցնեմ, որ մենք հրավիրել էինք նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված դիտորդական ամենամեծ խմբերից մի քանիսի ներկայացուցիչներին։ Հիմա կարող եք էկրաններին տեսնել նրանց, ես նշեմ անունները, 3-ից
Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոն, Համահայկական երիտասարդական ասոցիացիա, Միացյալ առաջնորդների պալատ, փաստորեն պարզվեց 3-ի հետ էլ զրուցեցի, 3-ն էլ ի սկզբանե համաձայն էին, հետո ինչ պատճառներով հրաժարվեցին այսօր ներկա լինել հաղորդմանը, բայց մի հետաքրքիր փաստ պարզվեց, որ 3-ն էլ Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդ խմբերն էին կամ որևէ այլ նախաձեռնություններ, ընդհանուր հաշվով նրանք 4284 դիտորդ էին հավատարմագրել, խոշոր հաշվով նրանց կարծիքը հետևյալն էր, գոնե ինձ հետ հեռախոսազրույցում այդպիսին էր, որ անգամ եթե արձանագրել են խախտումներ, ապա դրանք ընտրությունների արդյունքի վրա շատ քիչ են անդրադարձել։ Հիմա զրույցը շարունակենք ձեզ հետ, պարոն Կիրակոսյան, այնինչ արձանագրել եք դուք եւ ընդհանուր առմամբ այսօրերին քննարկվող խախտումները, ինչ եք կարծում, որքանով իրենց ազդեցությունը կարող են ունենալ ընտրությունների արդյունքի վրա եւ այն, որ դեռ այս պահի դրությամբ 9 քրեական գործ է հարուցված, սա ինչ թիվ է ձեզ։ Եթե խախտումների տեսակներից նայես, ընտրակաշառքն է երևի ամենից շատ բոլորը որ դրա մասին խոսում են, ու այդ մի այնպիսի խախտման տեսակ կա, որի համար պետքա կանխարգելիչ գործողություններ արվեն ու տեղում ինչ որ նաև գործողություններ անի ոստիկանությունը, քննչական մարմինները 2007 թվին դեռ դատախազության հետ մի հանդիպման ժամանակ, երբ որ հասարակական կազմակերպություններին հրավիրել էի, ես ասում էի, որ դա իսկապես կազմակերպված հանցավորության տեսակ է ըստ էության, որովհետև այդ հրահանգները տրվում է վերևից մի ամբողջ ցանց, հազարավոր մարդիկ են ներգրաված այդ process-ի մեջ։ Ու ոնց որ ասենք նարկո բիզնեսի կամ զենք վաճառելու այդ տիպի կազմակերպված հանցավորության տեսակների հետ է նույն ձևի պետքա գործ անի ոստիկանությունը, որ այդ դեպքերը կանխեն։ Ըստ էության այն մասը, որոնք որ դիտորդական առաքելություններն են անում, շատ դժվար է դրան արձագանքել, որովհետև տեղամասի ներսում է ու հարակից տարածքներում ես տեսնել։ Իդեպ տեղամասի ներսում էլ ներողություն որ ընդհատում եմ, փաստորեն ոստիկանները անգամ եթե նկատեն իրավունք չունեն միջամտել ըստ ընտրական օրենքի։ Հա, ու այստեղ խնդիրը նաև որի մասին նշեցիք, դուք նշեցիք դիտորդական առաքելություններ, որոնք որ ըստ էության կուսակցությունների ներկայացուցիչներ են, ես կարող եմ տենց ուղղակի ընդհանուր պատկերացումը այնպիսին է, որ բոլոր տեղերը հենց այդ է եղել, այսինքն ոչ թե վստահված անձիկ են ուղղորդել, այլ այսպես կեղծ դիտորդական առաքելությունները, երկու անուն է կարամ ավելացնեմ, օրինակ երիտասարդ ակումբների դաշնություն ու մեկ է տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն։ Երկու դիտորդական առաքելություններ, որոնք կուսակցություններն են հարում, գիտեք։ Այս երկուսը գիտեմ, որ հանրապետականի համար էին աշխատում։ Ուղղակի ուղղորդում էին իրանց։ Ընդ որում մի հետաքրքիր բան էր, գիտեք, որ ցուցակներ են ներկայացվում դիտորդների կենտրոնական ընտրական հանձնաժողով անուններով ու հետո բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը համենայնդեպս մեզ ոնց որ թե ուրիշներին է տվել է թերթիկներ քանակով, բայց առանց անունները գրելու։ Երևի ձեր դեպքում էլ այդպես է, հա։ Ու հետո պարզվում է, որ մենք շատ քիչ տեղ ենք դիտարկում արել, բայց մարդիկ են, որոնք թերթիկը ունեին անունը գրած էր, բայց այդ անունը ցուցակում չկար։ Այսինքն լրիվ դառնում է մի տենց դիսբալանս։ Հա, այսինքն որևէ ձևով բան չեն։ Մի ուրիշ տեղ եմ ասում, ինձ վստահված անձը նաև գրպանից երկու հատ դիտորդական թերթիկ հանեց, էլի անունը չգրած ու այսինքն նորվա կեսը կարող էր դիտորդ լինել, կեսը հա, ու տենց էլ եղել է, հա, այսինքն մարդ կար, որը արձանագրություն կազմեց ու տեղամասից դուրս հանվեց մեր դիտորդի պնդմամբ ու այնտեղ վստահված անձանց այդ մարդը սկզբից եկել էր նախորդ օրը ու այդ օրը առավոտյան որպես վստահված անձ էր ներկայացել, հետո գնացել էր, եկել էր որպես դիտորդ։ Հա, տենց դեպքեր ես ներողություն եմ խնդրում։ Մեր դիտորդներն էլ են պատմում, որ եղել է, որ դիտորդը եկել է տեղամաս, պարզել են, որ այդ նույն առաքելությունից ինչ որ էլի մարդ կա, մեր դիտորդի մասին չխոսում։ Այդ նույն դիտորդական առաքելությունից էլի մարդ կա տեղամասում, ես մարդուն ասել են գնայինք, գնացել է 5 րոպե հետո ուրիշ վկայականով է եկել։ Նույն մարդը։ Նույն մարդը ուրիշ դիտորդական առաքելության վկայական։ Դա վերահսկելու իրավունքը ումն է, Արմեն, հանձնաժողովի նախագահին է։ Նու ավելի շատ կենտրոնական ընտրական հանձնաժողովինն է, կարծում եմ, որ իրենք
մենք պետք է Այդ նախապես ընտրատեղամասում ով այդ պայն ընտրատեղամասում հանձնաժողովը նախ պետքա դրանով զբաղվի, հանձնաժողովը պետքա ստուգի ու հանձնաժողովն է գրանց համաձայնում գրանցում դիտորդներին, լրատվամիջոցներին, այդ տվյալ մարդով որ գրանցումը կատարում է, պետք է ստուգում կատարի եւ հասկանա ի վերջո ովքեր են, հա, այնտեղ կա նաեւ անձահաստատող փաստ, հա, դրանով շատ արագ կարելի է կողմնորոշել ու չեմ կարծում, որ օրվան ընթացքում օրինակ 100-200 մարդ են գալիս։ Լիմիտել կա, հա, ընտրատեղամասի 15 հոգուց ավել չեն լինում։ Այդտեղ հանձնաժողովը դեր չունի, որովհետև մարդը գալիս է իր անունն է գրած այնտեղ, փաստաթուղթը իր անունն է, ամեն ինչ բռնում է։ Բայց երկու անգամ է գրանցում նույն կազմակերպություն։ Բայց ամեն դեպքում մի քանի տեղամասում դիտորդներ նկատել են, որ անձահաստատող փաստաթղթի տվյալները չեն գրում։ Գրում են միայն անուն, ազգանուն, հայրանուն ու կազմակերպություն։ Առանց նշելու անձահաստատող փաստաթղթի տվյալները։ Այսպես դժվար է հասկանալ։ Նույն մարդը կարող է նաև մի քանի անգամ գրանցվել ու մի խոսքով, բայց այդ ինչի եմ դրա մասին խոսում, որովհետև սա ուղղակի կախված է այդ ուղղորդման խնդրի հետ, որը որ ըստ էության երևի թե ընտրակաշառքից դուրս ամենամեծ խնդիրն էր ընտրությունների ժամանակ, մասսայական ուղղորդում էր, սկսած երևի տներից, ամենայն դեպս ընտրատարածքի այդ դրսի կողմը ուղղորդումը լինում էր, ու դա հասնում էր մեկ-մեկ միջև ընտրատուփերը, մեկ-մեկ ինչպես տեսանք ընտրատուփերից էլ այն կողմ, հա, այսինքն այդ ուղղորդված ուղղակի քվեախցիկը, հա, քվեախցիկում էլ այդ բանը լինում էր։ Լավ, զրույցը շարունակենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանի հետ, Վարդինե, ինչ թղթեր են ձեզ մոտ, խնդրում եմ, եթե ունեք թվեր ասեք, եւ ընդհանուր առմամբ հասցրել եք արդյոք դուք դիտարկել մարզերը, մարզային ընտրատեղամասերում վիճակն ինչպիսին էր, ձեր զրույցից հետո կնայենք, թե ինչպիսին էր իրավիճակը Գեղարքունիքի մարզում։ Մենք դիտարկում ենք անկախ դիտորդաշինքի շրջանակներում ու ոնց որ Դանիելն ասաց, մենք դիտարկում ենք 200 տեղամաս, որոնք հանրապետության ամբողջ տարածքում էին, նրանցից 57-ը Երևանում էին, մնացածը մարզերում։ Իրավիճակը հիմնականում համատարած sense վերահսկողություններ ամենամեծ խնդիրը։ Ինչ էլ ուզում եմ ավելացնել, հանրապետական կուսակցության համար աշխատող վստահված անձինք էին նաև այլ կուսակցություններից, օրինակ մեր դիտորդները բավականին շատ նշել են կոմունիստական կուսակցության երիտասարդ վստահված անձանց մասին, ովքեր իրականում հանրապետական կուսակցության համար տատիկներ, պապիկներ բերող էին աշխատում։ Երիտասարդների կոմունիստական կուսակցությունից արդեն 6 կասկած է առաջացել։ Արդեն Այսինքն իրենք ուղղորդել էին ՀԿ-յով։ միայն դիտորդական կազմակերպությունները չէր, իրականում մի քիչ շեղմելով մի բան ասեմ, որ շատ դեպքերում դիտորդական կազմակերպությունը ընդհանրապես քաղաքացիական վերահսկողության սահմանափակման համար, որպես արդարացում օգտագործում են վստահված անձանց ամանաթողությունը, ու իբր վստահված անձանց այդ սանձազերծ աշխատանքը սահմանափակելու համար սահմանափակում ենք ձեր իրավունքները, ձեր, այսինքն մեր ԶԼՄ ներկայացուցիչների կամ դիտորդների, արդյունքում իրենք շարունակում են նույն ձևով, օրինակ եթե մի ժամանակ ասում են, բա պատկերացնում եք բոքսերների ասոցիացիան գալիս է ու դուք կարող հանկարծ խնդիրներ ունենայիք անձնական անվտանգության եւ այլն, հիմա իրենք գալիս են ուղղակի իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ կամ այլ ավելի քաղաքակիրթ անուններով, հա։ Այսինքն բովանդակային առումով ստացվում է, որ մենք խոսում ենք խնդրի մասին, այդ խնդրի լուծումը արմատապես չի տրվում, այլ տրվում է այն ձևով, որը վնասում է մեզնորից։ Ու այս դեպքում կոնկրետ ընտրությունների ժամանակ, եթե լրատվամիջոցները նախկինում շատ ավելի շատ էին ներկայացված, հիմա իրենք չկային, հա։ Հանրապետության ամբողջ տարածքի համար, եթե 28000 դիտորդ էր հավատարմագրված էր 1000 լրագրող, որոնք ու բնականաբար տեսանյութերը, եթե դիտորդները ասենք չապահովեին հիմնականում կամ չլիներ այս տեսագրությունները բախտի բերմամբ կամ պատահմամբ, շատ քիչ հնարավորություն կլիներ նաև հետևելու։ Այսինքն ամեն ինչ արվել է այնպես, որպեսզի լրատվամիջոցների աշխատանքը դժվար լինի, հա, որ քաղաքացիական վերահսկողություն հնարավորինս քիչ լինի, որովհետև նույնիսկ մենք եթե մենք խոսում ենք վերահսկողության տարբեր մեր ունեցած սահմանափակ ռեսուրսներն օգտագործելով խոսում ենք խախտումների մասին ու խոսում ենք ահռելի թվով խախտումների մասին, որը ոչ մի երկրում չէր կարող ընդունվել որպես ընտրության արդյունքների վրա չհաստող, այս դեպքում մեզ միանգամից ասում են, որ դրա դեմ լծակներ չկա։ Կամ դուք իրավասու չէիք այդ խախտումը ներկայացնելու վերհանելու, կամ ինչպես Արմենը մի քիչ առաջ ասաց, հա, կամ փաստը չկա, ապացույցներ չունեք
հանցագործության կամ խախտման վերաբերյալ, իսկ եթե ունեք էլ, արդեն պարզվում է, որ դա արդյունքների վրա չի ազդել։ Չի ազդել։ Դեք շատ առհասարակ շատ հետաքրքիր իրավիճակ է, որ մեզանից ուզում են փաստեր, մեզանից ուզում են ապացույցներ։ Եկի չի անում։ Պատկերացրեք փողոցում ես տեսնեմ, որ չգիտեմ, սպանություն է տեղի ունենում, մարդ են սպանել։ Զանգում են ոստիկանություն, ասում եմ, այստեղ մարդ են սպանում։ Ինձ ոստիկանությունից ասում են փաստեր ներկայացրու։ Դա իրանց գործն է։ Իրանց գործն է գալ, կանխել, բռնել, փաստեր հավաքել, ապացուցել։ Դա իրավապահների, քրեական հետախուզություն իրականացնող մարմինների, քննչական մարմինների։ Հիմա քիչ ամեն քրեական հետախուզումն ենք իրականացնում, գտնում ենք այդ դեպքերը։ Մի բան էլ մեր վրա ուզում են տան քննչական մարմինների ֆունկցիան, որ մենք նաև փաստերը հավաքենք, ներկայացնենք։ Այսինքն մի այսպիսի իրավիճակ է, ներողություն, մի այսպիսի իրավիճակ է, հիմա դուք խոսեք, որ փաստորեն լրատվամիջոցները, դիտորդները ինչ որտեղ նաև վստահված անձինք արձանագրում են խախտումներ, հետո սկսում են ամիսներով գնալ իրավապահների մոտ ցուցումներ, բացատրություններ տալ, մինչև կփոշմանեն կամ ասեն հա։ Հա, դրա փորձը փաստորեն բոլորդ էլ ունեք, օրինակ Արմեն։ Միանշանակ այդպես է, իրավապահ մարմինները, ինչպես խոսեց, չէ, սկզբից ասում են, երբ որ երկար ժամանակ, երկար տարիներ ասում են, մեզ փաստեր տվեք, դուք ասում եք ընտրությունների կեղծած, բայց փաստեր չկա։ Սահմանադրական փոփոխությունների ժամանակ բազմաթիվ փաստեր ներկայացվեց, բազմաթիվ վիդեոներ տեղադրվեց YouTube-ում, տեսան այդ խախտումները, բնականաբար քրեական գործեր հարուցեցին, տուգանքով ազատվեցին 450-600 դրամի շրջանակներում ու հիմնական երևի հանրապետական կուսակցությունն ա վճարել այդ տուգանքները։ Հետո շարունակվեց, հա, ասեցին լավ, փաստերը կա, դրանք չի ազդում։ Օրինակ երբ որ ուսուցիչների հետ կապված, հա, ներկայացրեցին Դանիելենց կազմակերպություն, այդքան փաստեր ներկայացեց 134 մանկապարտեզ եւ դպրոցի վերաբերյալ փաստեր ներկայացեց, որ հավաքագրում ա տեղի ունենում եւ վարչական ռեսուրսի խախտում ա տեղի ունենում։ Այս էլ է ու այս փաստերից հետո իրենք էլի ասում են չի ազդում, հատ բռնում ուսումնասիրում են, իրենք ամբողջական չեն նայում այդ խնդիրը, որի վրա ցուցակագրումն արգելված չէ փաստորեն։ Ցուցակագրումը արգելված չի, բայց այնտեղ աշխատանքի ժամերին մենք խնդրի մասին ենք, վարչական ռեսուրս է օգտագործվում։ Վարչական ռեսուրսը օգտագործվել է, դա փաստ է, ու իրենք պետք է դա հետազոտեն, ոչ թե ասեն ցուցակագրումը արգելված չի, ուրիշ բաներ է արգելված, որի մասին հաղորդում է տվել, հա։ Ինչ է հետազոտել, երբ որ տնօրեններից մեկը ազատության ուղիղ եթերում չհերքեց, որ ինքը ցուցակագրելով է զբաղված ու ասաց, որ այո, անծանոթներն չեն Սահմանադրական հանրաքվեի ժամանակ այդպես հպարտությամբ ասում էին, որ իրանք հայրենիքի նկատմամբ սիրուց ու սահմանադրական փոփոխություններին հավատալով են արել այդ ամբողջը ու իրենց նկատմամբ վստահություն են։ Դա հայրենասիրության արտահայտում է։ Եվ դատարանը դա հիմնավոր համարեց, որպեսզի միայն տուգանք նշանակի, քանի որ հայրենասիրությամբ այդ մարդը կատարել, դատարանը որոշեց, որ հայրենիքի հանդեպ մատուցված ծառայությունների համար երևի մարդուն պետքա տրամադրել ընդամենը տուգանք, հա, որը գիտեր, որ ՀՀԿ-ն է վճարելու երևի։ Այստեղ իրականում հետևյալն է, նույն փաստեր հավաք։ Հիմա մենք ընկած ենք տեսանյութերը, որ գտնենք, որտեղ ոստիկանությունը մեզանից փաստեր ա ուզում, ոստիկանությունը կամ իշխանությունները։ Հիմա թե ոստիկանությունը ընկնի այդ տեսանյութերը հավաքի, տեսանյութերը նայի իր ահռելի ռեսուրսով, հա։ Մի անգամ հաշվել ենք ոստիկանությունը 9000 ծառայող ունի։ Ոստիկանության համար այդ տեսանյութերը ուսումնասիրել ու հանցագործություններ գտնելը դա մի օրվա գործ կլինի։ Մի օրում ամբողջ ոստիկանությունը կարան տեսանյութերը։ Ինչպես օրինակ մեզ ասացին, իրենք փորձում են աշխատել մեզ հետ, բայց հիմա մենք ենք ընկած սկսում այդ տեսանյութերը փորձում գտնել, ստանալ, նայել 30000 ժամ տեսանյութ, չգիտեմ մենք ոնց ենք նայելու մեր չափ խիստ սահմանափակ ռեսուրսներով։ Ես մի քիչ առաջ ասեցի 30, ուրեմն 7 տերաբայթ, բայց ինձ նոր SMS գրեց օգնականս, ով երևի ուղ եթերում նայում է, եւ ասեց, որ 139 տերաբայթ։ Ֆիզիկապես 139 տերաբայթ, դա միջոցով կստանաք, այսինքն ինչի ոստիկանությունը դա չի, ինչի մենք պետքա դա անենք։ 1000 հոգանոց ցույց լինի հրապարակում, կարող է 20000-ից ոստիկան կարողանան հավաքեն ու այնտեղ 24 ժամից ավել չէ, ասենք օրերով այնտեղ նստեցնեն, որպեսզի վերահսկեն քաղաքացիական ակտիվիստներին կամ ինչ-որ Այսինքն կարելի է այսպիսի եզրահանգում անել, որ ապացույցների հետևից գնալու ուղղակի կամք չկա։ Իհարկե, որովհետև տեսեք, չգիտեմ ինչ որ մանր կրիմինալ ալնում, մի անգամից դա 0.2-ով են ցույց տալիս։ Ընտրակեղծարարություն ալնում, թե ոստիկանները գտնեն, մենք ենք գտնում, թե 0.2-ով ցույց տան, բերում ենք ձեր եթերում ենք ցույց տալիս։
Զգացում է, չէ՞ դիսբալանսը։ Ինչ պակաս հանցագործությունն է։ Ավելի շատ հաճախ շատ ավելի ծանր ու խիստ պատիժներ ենթադրող հանցագործություններ։ Գոնային ինչ դուք եք ներկայացնում on-line էր եւ հնարավոր էր զուգահեռ հետևել արձանագրել։ Մենք ունենք տեսանյութեր, որտեղ հստակ երևում է ոնց են մարդիկ խռնված ուղակի քվեախցիկների մոտ հետևում մարդկանց քվեարկելուն։ Մարդ քվեախցիկից դուրս է գալիս, ծրարից հանում են քվեաթերթիկը նայում, նորից տեղը դնում։ Հա ճիշտ է քվեարկել, հետո նոր գցում ասենք։ Դուրս են գալիս մարդիկ, ելի դրսում հավաքված, ուղակի հենց դրան մոտ կանգնած ստուգում են մնացած բոլորը դուրս է բերել, թե չէ։ Հերթով հաշվում են, նոր ձեռք տալիս ապրես գնացիր։ Մարդկանց ասենք գրանցելու ենթադրում են, որ մեր դիտորդի շատ բազմաթիվ պնդումներից հետո որոշներին գոնե օգնող գրանցելն, ասենք 100-ից ավել տեղամասերում գրանցված են օգնողներ։ Ու այս ընդհանրապես մասնակցության չափազանց բարձր ու ընդհանրապես կուտակման ահավոր բարձր չափանիշները այդ հստակ էր, թե ինչ ձև են մարդիկ բերման ենթարկվել։ Հա ես ուղղակի այստեղ համեմատել էի Վանաձորի եւ Գյումրիի տիմ ընտրությունները այս ընտրությունների հետ, երբ այնտեղ 15-ից ավել միաժամանակ քվեսենյակում եղել էր 20% տեղամասերում, այստեղ եղել էր 80%-ում։ Այսինքն ու ակնհայտ էր բոլոր դիտորդներն ասում են, մարդիկ առավոտից 8-ից 15 պակասից հերթ են կանգնած, ինչ-որ խռնված եւ այլն, ինչ-որ ծանր վիճակով։ Որն էր այդ մոտիվացիան, էլի, որ առավոտ շուտ բոլոր ընտրությանը։ Հա, այս մոտիվացիան գիտենք, բայց մենք տեղամասերը ընտրելիս նայել էինք շատ բարձր մասնակցություն, ու այսօր առավոտ ես ուղղակի մի քանի թվեր ճշտելու համար նայում էի մի տեղամաս, որը դիտարկել ենք, ու Սահմանադրական հանրաքվեի ժամանակ այդ տեղամասում եղել է 98% մասնակցություն, 1900 անց մասնակցել է քվեարկությանը 98%, այս ընտրություններում որ էլի ասում էին, որ այդտեղ կուտակումներ էր ու շատ կուտակումներ էր պարբերաբար, մասնակցել ընդամենը 900 հոգի։ Այսինքն այնտեղի լցոնումը արդեն հստակ երևում է այդ համեմատության մեջ, մասնակցության տոկոսների համեմատության, ու մենք հասկանում ենք, որ այստեղ երբ որ ֆիզիկապես մարդիկ ներկա էին, շատ ավելի շատ էին խնդիրները բացահայտվում դիտորդների կողմից մարդկանց կուտակումների եւ այլն մասով ու վերահսկողության մասով, քան Սահմանադրականի, երբ մարդիկ ուղղակի չէին գնում քվեարկության, բայց փոխարենը նկարվում էին թվեր։ Բայց վստահ եղեք, որ ոստիկանությունը չի հետաքրքրել ու չի պարզի, թե Սահմանադրականի ժամանակ բայց ոնց է այդ տեղամասում եղել 98% մասնակցություն։ Թեև ակնհայտ է, որ մի բան կեղտոտ է, բայց այդ տեղամասը եւս քննության առարկա չի դառնում։ Խնդրեմ, եթե դրա կապված մասնակցությունը, հա, մեզ նաև շատ է մտահոգում, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թվեր էր հրապարակում մասնակցության, մեր թիմում նաև հետազոտություն էր կատարում մասնակցության, այնտեղ մենք շատ բարձր ցուցանիշ ենք տեսնում, որ օրինակ 50 վայրկյանը մեկ ինչ որ ընտրություն է տեղի ունենում, որը հաշվարկով, հա, գրեթե անիրական է դառնում։ Ու այստեղ մարդկանց բարձր մասնակցությունը արդեն կասկածի տեղիք է տալիս, հա, ընտրատեղամասում ժամերի առումով, երբ որ տեսնում եք այսի ժամով ինչ որ մարդկանց լցոնումներ է տեղի ունենում, ու կարծում եմ, որ կասկածները, որ կան անձնագրեր, որոնք շրջանառության մեջ են, որոնք ընտրություններում մասնակցում են որպես շրջիկ խմբեր ու նաև տեսանք, հա, այդ մարշրուտկեքը եւ ամեն ինչը ընտրատեղամասերի շուրջ արդեն նշում եմ, որ ինչ-որ բան, երբ որ նույնիսկ ընտրական թվերին ենք նայում արդյունքներին, հա, 2012-ի հետ համեմատելով, երկու կուսակցություն կա, որ իր այսպես ասած ընտրողների թիվը ավելացրել է, դա դաշնակներն է, մեկ էլ հանրապետականը, դաշնակները 86,000-ից հասել են 106,000, հանրապետականը 670-ից ինչ որ 700 քանիս, հա, այս երկու կուսակցությունն է, ու այս երկու կուսակցությունն են վարչական ռեսուրս, ու վարչական ռեսուրսի մասին բազմաթիվ խոսվել է, հրապարակումներ եւ ամեն ինչ, սրանք ցույց են տալիս, որ ընտրությունները այդքան իշխանությունը հենց վերջացավ, փորձում են հրապարակ նետել են գաղափարը, որ ընտրությունները եղել են մաքուր, թափանցիկ եւ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում գոյություն չունեցող ազատ արդարացում, դա այդպես չի իրականում, փաստերը այլ բաներ են ապացուցում։ Արմեն, ձեր ասացի պատասխանն էլ կա հակառակ, երբ օրինակ Ազատություն ռադիոկայան թղթակիցներն էին ընտրատեղամասում հետաքրքրվում, թե որն է մոտիվացիան, այս ակտիվ մասնակցության պատճառը կամ պատասխանը որն է, հանձնաժողովի նախագահներն ասում են, որ մարդիկ ուղղակի շահագրգռված են, իրավագիտակցությունն է բարձրացել նրանց մոտ, մարդիկ գիտեն, որ իրենց ընտրությունով ինչ որ բան է փոխվելու, դրա համար վաղ առավոտ
ժողովրդից շտապել են ընտրության, եւ կա նաեւ այսպիսի պատասխան, չեն մասնակցում, ասում եք կաշառվել են, մասնակցում եք կրկին ասում եք կաշառվել են։ Նայեք, իրավագիտակցությունը ես չեմ պատկերացնում որևէ իրավագիտակից քաղաքացի ում մոտ է կանան խցիկի մոտ ցույց տան թե նա ում ընտրի։ Չեմ պատկերացնում իմ կյանքում երբևէ նման դեպք, նաև չեմ պատկերացնում, որ իրավագիտակից քաղաքացուն, այսպես ասած, մարշրուտ կեքով բերեն լցնեն ընտրատեղամաս ու իրենց ստիպեն ընտրելու, հա։ Այդպես իրավագիտակից քաղաքացիներ չեն լինում ու նաև եթե իրականում այդպես է ու կար իրականում ցանկություն քաղաքացիների կողմից ընտրելու, ապա կա նաև մյուս բանը, այսքան ընտրախախտումներ ենք արձանագրել ու խոսում ենք այսքան ժամանակ ընտրախախտումների մասին։ Այդ դեպքում բոլորը բացահայտեք, թող ոստիկանությունը մինչև վերջ աշխատանքը կատարի, ցույց տա հանրությանը իսկապես հետազոտել 9-ի մասով է քրեական գործառույթ։ Միայն ասում, բայց բազմաթիվ հաղորդումներ են եղել ու բազմաթիվ լինելու են համոզված եմ, այս 137 տերաբայթ նյութերը ուսումնասիրել։ Սա լայնածավալ աշխատանք է, բայց ես համոզված եմ, որ քաղաքացիական հասարակություն մի օր կարողանալու է ասել։ Լայնածավալ, որ մնացել է փաստորեն մեր ծերուսերից։ Ուղղակի այս մասով մի բան ասեմ։ Մարդիկ սովորաբար գիտեք adekvat էակներ են։ Պատկերացնում են, որ դուք շատ բարձր քաղաքացիական գիտակցություն ունեք, անպայման ուզում եք քվեարկեք։ Բայց դուք ողջամիտ մարդ եք, դուք հասկանում եք, որ տարբերություն չկա, որևիցե տարբերություն չկա։ Դուք առավոտյան ժամը 8-ին քվեարկեք, թե ասենք ցերեկը կամ երեկոյան ժամը 7-ին։ Բայց միաժամանակ առավոտյան ժամը 8-ին եղանակը +4 աստիճան է, եթե մենք խոսում ենք Երևանի մասին, առավոտյան ժամը 8-ին Կիրակի օրով դուք ողջամտորեն ուզում եք քնեք, հա, ինչպես միջին վիճակագրական հայը եւ ոչ միայն հայը։ Եվ եթե դուք առավոտյան ժամը 8-ին այդուհանդերձ զարթնում եք ու այդ ցրտին գալիս եք ընտրական տեղամաս, ուրեմն կամ 1000 ներողություն դուք այդքան էլ ողջամիտ չեք, որ ոչ բոլորի մասին եմ ասում, բայց կամ կա ինչ-որ ուժ սպեկուլյացիաները արդեն բան են։ Կամ կա ինչ-որ ուժ առավոտ ակտիվ մասը ես հետևել եմ ասում, կամ կա ինչ-որ պատճառ, որը ձեզ առավոտ շուտ բերում է տեղամաս։ Մոտիվացիա է։ Եվ այդ միակ պատճառը, որը ես հա, կան մարդիկ, ովքեր իրոք առավոտյան պետք է գնան քվեարկեն, հետո ինչ-որ գործերով, բան չունեմ ասելու։ Բայց երբ որ կուտակումներ են լինում, երբ որ առավոտյան ժամը 8-ին լինում են այդ մարդկանց ահռելի հոսքը, դա նշանակում է, որ մարդկանց բերում են ուրիշ ողջամիտ տրամաբանություն, եթե կա, ասեք իմանամ։ Առավոտյան ժամը 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան հիմնականում ճամբարակում ու Ծովագյուղում, երբ եղանակ բավականին ցուրտ էր, անձրևային, մեր տեսախցիկը արձանագրել էր կուտակումներ ընտրատեղամասերի առջև եւ ավելին, թե ինչպես են երկուական ընտրողներ մտնում քվեախցիկի մոտ, թե ինչպես է օրինակ Ծառուկյան դաշինքի վստահված անձը հանկարծ որոշում, որ պետք է գրիչ փոխանցի ընտրողին։ Հիմա կարող ենք դիտել այդ ռեպորտաժը ու վերադառնանք շարունակենք քննարկումը։ Սա ճամբարակի ընտրատեղամասն է, ահա խնդրեմ, ընտրատեղամասին շատ մոտ արդեն մեքենաներ են, համապատասխան հեռավորությունը անգամ պահպանված չի։ Երեք Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Ծովագյուղ եւ Սևան քաղաքների մի քանի ընտրատեղամասերի ներսում ու դրսում մարդկային կուտակումներ էին։ Ընտրատեղամասերից մեկում էլ ավտոմեքենաների կուտակում էր անմիջապես մուտքի մոտ։ Հիշեցնեմ, ընտրական օրենսգիր քննարկելում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շարավղով խմբերով հավաքվելն ու տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը։ Ըստ օրենքի տեղամասի դրսում այդ կուտակումներն արգելելը ոստիկանների պարտականությունն է։ Ոստիկան, մինչև իմ գալը չէիք տեսել այս մեքենաները։ Ծերերի են բերել։ Ծերերի են բերել։ Բա ուր է այդ ծերերը։ Ջիպերով ծերերը ներսում են, հեսա դուրս եկան։ Հա դուք ով եք։ Ես։ Հա։ Քեզ ինչու։ Չէ, որտեղ դուք եք պատասխանում։ Մեքենաներով ծերերի են։ Ախպեր, հա, ձևը ցույց եմ տալել, ժողովրդի միտում։ Ինչ ցուցակներ են դրանք։ Ձեզ անգամ հուշում էին ոչ նմուշները։ Նմուշա։ Դուք ով եք։ Չգաք հետևից ես։ Չմոտենակ ինձ։ Չմոտենակ։ Այս կուտակումները ասում եմ չի խանգարում։ Հանում եմ դուրս։ Հա։ Նորից դերս եմ մտցնում։ Բայց չեք բացատրում, որ չի կարելի։ Բացատրում եմ առավոտներ։ Ես չեմ դուրս գալու։ Հնա գրվի դուրս արի։
Գեղարքունիքի մարզի այս 3 համայնքներում քիչ չէին նաև դեպքերը, երբ քվեախցիկին երկուական ընտրողներ էին մոտենում։ Բացատրությունները հետևյալն էին. ուղեկցող քաղաքացին գրանցված է որպես օգնական, որովհետև ընտրողը տեսողության խնդիր ունի, մյուսը թե քվեարկողը հայերեն չի հասկանում, իսկ հա Ծառուկյան դաշինքի վստահված անձն ընտրողի հետ քվեախցիկում էր տեղավորվել, որովհետև ըստ նրա ընտրողը գրիչ չուներ։ Տեղամասերից մեկում Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի ներկայացուցիչը պահանջեց հանձնաժողովի անդամներից արգելել քվեախցիկների մոտ կուտակումները։ Ինչ էի կանունը։ Դուք ինչ եք անում։ Ես։ Հա։ Ոչ մի բան։ Ոնց ես դες տեսա քվեախցիկի մոտ կանգնած։ Ինչ էի կանունը։ Հարցում էր, գրիչ էր ուզում տալիս է։ Գրիչ։ Դուք իրավունք չունեք այնտեղ մոտ։ Գրիչ էր ուզում։ Բայց դուք չունեք այդ իրավունքը այնտեղ։ Գրիչ էր ուզում, ես տվեցի։ Դուք չունեք ասում եմ իրավունքը այնտեղ։ Բայց գրիչ էր ուզում։ Դուք կրկնեք չունեք իրավունքը։ Քվեախցիկին մոտենալու իրավունք չունեք։ Գրիչ չուներ, գրիչ էի տալիս։ Իրավունք չունեք։ Նայում եք իրավունք չունի ստեղ կանգնի։ Ընտրողները դեր ընտրությունը չկատարած դուրս չեկած ընդեղ հերթատիրում կանգնած չեն կարողանում պահպանեն այդ ամեն ինչը թե վստահված անձիկ թե ոստիկանության անձնավորությունը Դուք ինչ եք անում այդտեղ գրանցված տատիկը չի կարող տատիկա ժահրին է հարգելի հանձնաժողովի նախագահ խախտում չի անում այս բան Ինչի շփոթելը խախտում, հա? Դուք ով եք? Ինչ եք երկուսով? Դուք ինչ եք երկուսով ներսում? Ներսում երկուսով չէինք, ասվել օգնած, ես չգիտեմ ձեր։ Անհայտ անձինք ազատորեն շրջում էին ճամբարակի ընտրատեղամասերից մեկում։ Նրանցից բարձրահասակը դեմքով կանգնել էր խցիկի առջև այն դեպքում, երբ այդ պահին ներսում ընտրող կար։ Մեր հարցին, թե ինչու է օրենքը խախտում ու հսկում քվեարկողի ընտրության ընթացքը, արձագանքեց լավ եմ անում ու հայհոյեց։ Նրա կողքի կանգնած քաղաքացին էլ սպառնաց խլել մեր տեսախցիկը։ Իդեպ երկու երիտասարդներն այդպես էլ հրաժարվեցին ներկայանալ։ Ինչ եք մոտեցել քվեախցիկին, ես լսեցի, որ հուշում էիք։ Լավ է։ Ոնց եք լավ անում, որենք եք խախտում, չգիտեք։ Չգիտեք, որ չի կարելի քվեախցիկին մոտենալ, հուշումներ անել, թե ում օգտին քվեարկի։ Հեռախոսը վեկալ ու փախուստ։ Կպնես ինձ հեռու գնա։ Ոստիկաններ կան։ Ինչի՞ չէ կարգի հրավիրում իրան ոստիկաններ հարգելի։ Հայհոյում է ինձ, չեք լսում։ Լավ է։ Չի հայոյել, Ինչ։ ոչ մեկ։ Եթե հեռախոսից օգնել եմ կարակ վերցնել, Այո։ ինչ իրավունքով կարակ վերցնեք։ Ով եք դուք։ Դուք ով եք։ Դու ով ես, է։ Ոնց թե ինչ մարդ իրավունք ունի գնա ընտրողի դիմաց կանգնի ու հուշի թե ինչ անի։ Ես նկարեցի, չէ։ Կեղտոտա մաքրի կտենաս։ Հարգելի հանձնաժողովի նախագահով այս տղան։ Շարունակվում է Ազատության ուղիղ եթերում ըստ էության թոք-շոուն, հարգելի հյուրեր, դուք առնվազն 5-6 խախտում ես պահին մենք արձանագրել էինք, չգիտեմ դուք դրանք տեսաք թե ոչ, որովհետև կարծես այսքանից իրավապահներն ընդամենը մեկի վրա էին սևեռվել եւ հիշեցնեմ, որ Ծովագյուղի ընտրատեղամասերից մեկում կադրերում երևում էր գյուղապետ Վահրամ Գևորգյան ու մի քանի անգամ հորդորեցինք, որ պետք է լքի տարածքը, որովհետև խախտում է անում, բայց նա համառորեն մինչև վերջ մնաց այնտեղ։ Պարոն Կիրակոսյան, Արմեն, Դանիել եւ Վարդինե, ձեր կարծիքով այս օրինակ խախտումները կարող էին որևէ կերպ ազդել ընտրության արդյունքների վրա, սկսենք ձեզանից ու որևէ կերպ միանշան կարող, հա, այսինքն բնական է։ Ինչ ասեմ, ավել այո։ Որովհետև կա պաշտոնական պատասխան, որ այսպիսի խախտումների մեծ մասը այդպես էլ չէր կարող որևէ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա վերջնական։ Ինչ ասեմ։ No comment։ Արմեն։ Օրինակ, կարծում եմ, այս տեսանյութը որոշակի չափով նաև ներկայացնում է ընդհանուր պատկերը, հա, ինչի մասին կարծում եմ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի մեծ մասը արձանագրել են այսպիսի շատ դեպքեր, հա, ուղղորդում որը ամենակարևոր խնդիրներից մեկն է ու եթե ուղղորդումով ա եղել, ապա այդ գործընթացը միանշանակ ընտրությունների արդյունքների վրա ազդել է։ Իդեպ, երբ որ տեսա նյութերը
հրապարակվեն, կարծում եմ մենք այսպեսի ավելի շատ կունենանք, որտեղ օրվա ընթացքում իդեպ մի հատ շատ վատ բաներ նաև տեղի ունեցել, առավոտը տեսախցիկները չեն աշխատում։ Երբ որ սկսել են աշխատել, այդ ընթացքում օրինակ ես մի 4-5 անգամ երբ որ ազատ ժամանակ եմ ունեցել, փորձել եմ տեսնել ինչ է, նույնպես արձանագրվել է այդպեսի բան, պարզապես այդ բանին չէի կարողանում ձայնագրել, պարզապես ականատես եմ եղել այդպեսի դեպքերի։ Այսինքն ուղղորդումը միանշանակ ազդեցություն ունեցել, եթե մենք բացահայտենք շատ դեպքեր, կարծում եմ դա եւս մի անգամ կապացուցի ընտրախախտումների քանակը ու նաեւ կուտակումների խնդիր։ Կուտակումների խնդիրը եւ ընտրատեղամասից դուրս եւ ընտրատեղամասի ներսում լուրջ խնդիր է եղել եւ դա էլի կրկին կասկածի տեղիք է տալիս կազմակերպված մարդկանց ընտրատեղամաս բերելու եւ այլ հարցերի վերաբերյալ։ Ու միանշանակ սրանք ազդեցություն են ունեցել։ Հիմա իրավապահ մարմին մեկ եմ ասում, իրավապահ մարմինները ունեն երկու հայտարարություն։ Մինչև ապացույցներ գտնելը ասում են մեզ ապացույցներ տվեք։ Երբ ապացույցները գտնում են, ասում են դրանք ազդեցություն չեն ունեցել։ Այսինքն իրավապահ մարմինները մի տեսակ կարծում ոչ adekvat են արձագանքում իրավիճակին։ Շնորհակալ եմ Դանիել Վարդինը, մեկական րոպե խնդրում եմ։ Իրականում ստեղ առանձնապես մեկնաբանելու շատ բան չի մնացել։ Երևի այդ մարդը վերջում որ ասեց, որ ասում է, բան, ակնոցներն են կեղտոտ։ Իսկ բոլորիս ակնոցները կեղտոտ են, մենք ինչ որ սխալ բաներ ենք տեսնում։ Այդ մարդիկ մտնում են քվեախցիկներ ընդամենը գրիչ փոխանցելու, չգիտեմ, հեռախոս վերցնելու, բոլորիս ակնոցներն են կեղտոտ։ Բոլորս ենք ինչ որ սխալ բաներ տեսնում։ Վարդինը Իմ ակնոցները հաստատ կեղտոտ։ Ձեր ավելի կեղտոտ են եղել փաստորեն, որովհետև այդ ձեր արդյոք դրված թվերը Որտեղ շատ բան ես տեսնում։ Ես ուղղակի մի բան եմ ուզում ասել, որ մի քանի օր անընդհատ շահարկվում ասվում է, իրականում մեր հասարակության մեջ ընտրախախտումների կարծրացած ինչ-որ ձևեր կան, որոնք մտածում են, որ եթե դա չկա կամ ասում ես, որ այդքան էլ չկա, իրենք մտածում են, որ դու դրանով լեգիտիմացնում ես ընտրությունները։ Սահմանադրական հանրակրվեն ու ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունները իրանից ռադիկալ ձևով տարբերվում են։ Այն ժամանակ նկարչություն էր, բացահայտ նկարչություն առանց թաքցնելու, գյուղապետերը նույնիսկ խոստովանում էին, որ ամաչում են գնան գյուղացիներին ասեն դե եկեք քվեարկելու, բայց վրան թիվա դրած, հետևաբար պետք է ապահովել։ Ունեին ցուցակներ, լրացնում էին եւ այլն եւ այլն։ Հիմա մենք ունենք փաստացի մարդկանց բերման ենթարկելու, կոպիտ ասած մարդկանցով լցոնելու քվեարկություն, որտեղ բացարձակ հնարավոր չի խոսել ազատ եւ արդար ընտրությունների մասին, որտեղ ընտրություն նշանակում է ընտրողը սահմանադրությամբ սահմանված կարգով, իր կամքով գնում է խցում միայն ընտրելու։ Չի կարող լիազորել ինչ-որ մեկին, չի կարող մի շորթավորված անել։ Հիմա մենք այս դեպքում տեսնում ենք, որ բացարձակ չկա ոչ ազատ, ոչ արդար ընտրություն, ու դրա մասին չասել, դա ինչ որ քողարկել, չգիտեմ, ինչ տարբեր տարօրինակ հայտարարություններով, ոստիկանության կողմից, դա ասենք ոստիկանությունը եթե մի քիչ անկախություն ունենար, մի քիչ անկաշկանություն ունենար, միգուցե սեփական զուտ հետաքրքրությունից ինքը ի վիճակի է ինչ որ բաներ բացահայտել, թե չէ կարող է հետաքրքրվածներ, բայց իրանց նույնիսկ մասնագիտական հետաքրքրությունը չկա բացահայտելու այն ամենը, ինչ որ բոլորի համար ակնհայտ է։ Շնորհակալ եմ, հիշեցնեմ Ազատության ուղիղ եթերում ըստ էության թոք-շոուներ, այսօր մեր տաղավարում դիտորդներն էին արձանագրած իրենց դիտարկած եւ արձանագրած խախտումներով։ Հաղորդումը վարեցի ես Նարինե Ղալեչյանը, կհանդիպենք մի շաբաթ հաջողություն։